Պարոն Թորոսյան, ձեր խոսքից ճիշտ եմ հասկանում, որ եկել է տաբուները բացելու, քանդելու ժամանակը, հաշվի առնելով ձեր այն նշածը, որ մեզ մոտ իրականության մեջ կան թեմաներ, որոնք տաբու են, որոնց մասին չպետք է խոսել, որոնց մասին չպետք է բարձրաձայնել։ Ես կարծում եմ, որ վաղուց է եկել այդ ժամանակը եւ սա առաջի դեպք չէ, մենք բազմաթիվ այլ հարցերի մասն ենք խոսել, նույն այդ կեղծ հայրենասիրության կենացային, իրական Հայաստանի գաղափարախոսությունն էլ է հենց այդ տաբուների ջարդելու մասին, որ երբ որ մենք կարող ենք ամբողջ օրը խոսել մեր պատմական կամ վիրտուալ հայրենիքի մասին, բայց թքած ունենալ մեր իրական հայրենիքի վրա, կենացներ խմել պետության մասին, բայց հարկերը չվճարել, այո, մենք սա այս մի դեպքով չի, որ ցույց է տրվում, բազմաթիվ հարցերի շուրջ մենք պետք է անկեղծ բանավեճ ունենանք մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների հետ, ինչը որ ունենում ենք, թեկուզ եւ դա սկզբում ընկալվի մի քիչ ցավոտ, ոչ հաճելի, բայց նաև թողնի կարևոր հետք իրենց գիտակցության վրա։ Իսկ ընտրված բառապաշարը, պարոն Թորոսյան, ես նույնիսկ չկարդացի այն գրառումը, որը վարչապետը առաջին գրառումը, որը վարչապետն արել էր, որտեղ Գիտեք, ես չեմ ուզում դա հիմա մեկնաբանել։ Ի վերջո վերնախավից այլ ակնկալիք ունի հասարակությունը, վերնախավից այլ խոսույթ է սպասում։ Գիտեք, դա էլ է տաբուների մի մաս, իսկ վերնախավը մարդ չի, որ իր հասցեին ինչ ասում են եւ ինքը պետքա տեն զուսպ եւ խոնար, հա, կրի այդ ամեն ինչը։ Նույնն էլ ազգային ժողովում էր մի քանի շաբաթ առաջ տեղի ունենում, այսինքն ինչա մենք տենց բան ենք ուլ ենք, ինչ ասես ասեն, տենց լուր լսենք եւ ոչ մի արձագանք չտանք, ինչա թե այս պահին պաշտոն ենք զբաղացնում, այդ ասողներն էլ են պաշտոն զբաղացնում, իսկ իրանց հարիրա նման բառապաշարը նաև հենց եկեղեցականներին, որոնք որ պետքա ամենա ներողամիտը լինեն, ամենա հանդուրժողը լինեն, չի ասում Աստվածաշունչը կամ քրիստոնեությունը ընդհանրապես, որ մի թուշին ապտակում ես մյուս թուշը այդը դեն տան, թե իրանց կարելի է այդ թվում նաև խառնվել քաղաքականության մեջ, չեմ ուզում հիշատակել Բագրատին կամ Վազգենին, անունը չգիտեմ էլ վերջը ճիշտը որն է, երբ որ հակած լինելով այդ եկեղեցականի շորը մտել է քաղաքականության մեջ, իսկ մենք իրավունք չունենք իրան քննադատելու, ինքը ինչ ուզում է ասի, մենք ոչ մի բան իրավունք չունենք ասելու, դուք էլ մի հատ տեքստերը նայեք երեկվա այդ հոգևորականների հրապարակած ինչ բառապաշար են օգտագործում, ես կարծում եմ նուրբ է գտնվել վարչապետը նույնիսկ այդ հայտարարությունների մեջ։